Այսօրվանից Երևանի 10 խաչմերուկներում սկսեցին գործել խախտումները արձանագրող տեսախցիկները, եւս 10 փողոցներում էլ գործարկվեցին արագաչափ սարքերը, որոնք մեխանիկորեն ֆիքսելու են սահմանված արագության գերազանցումը։ Իսկ տեսախցիկների դեպքում խաչմերուկները մոնիտորներով հսկում են օպերատորները, արձանագրելով երթևեկության կանոնների խախտումները։ Նախագիծը իրականացնում է Security Dream ընկերությունը, օրվա առաջին կեսին արդեն խախտումներ էին արձանագրվել նկարահանվող բոլոր խաչմերուկներում։ Ընկերության տնօրեն Վահագ Աղանիկյանի խոսքով համակարգը խափանումներ չէր ունեցել։ Ճիշտ է, ամեն ինչ արվում է շատ դանդաղ եւ հստակ, հələ այն արագությամբ ոչ մեկ չի աշխատում, քանի որ առաջի օրն է եւ ուզում ենք 100% ճշգրտությամբ բոլորը աշխատեն։ Ինչքան շատ տեսախցիկներ լի, այնքան կոնֆլիկտները քիչ կլի, այնքան կոռուպցիոն ռիսկերը կնվազեցվի, այնքան կոռուպցիան կնվազեցվի։ Մենք կարծում ենք, որ դա մոտավորապես դա խաչմերուկների անցման կանոնները այդ 15 խաչմերուկներում հարցը լուծվեց։ Եկեք նայենք Երևան քաղաքում քանի խաչմերուկ կա, քանի հազար խաչմերուկ կա։ Ուրեմն դա մեր կարծիքով դա ընդհանրապես կազդի մոտավորապես մի 5%-ի չափով կոռուպցիայի վրա դա այսպես ասենք, եթե հարցը դնենք ինչքան կնվազի, մոտավորապես մի 5% կարող է նվազի։ Իսկ հարցին թե իրատեսական համարում է, որ այս համակարգի ներդրմամբ հավասար դաշտ կբերվեն բոլոր վարորդները եւ կարձանագրվեն նաեւ այսպես ասած լավ պետհամարանիշներով մեքենաների խախտումները, ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավարը պատասխանեց. Մեծ հավանականություն կա, որ դա կլինի, բայց չեմ շղթում, որ նաեւ կլինեն բացառություններ։ Դե լավ, թող հիմա արդեն բացառություններ ունեն, ոչինչ։ Հա, մենք դրանով էլ ենք գոհ։ Դե երևի ես չեմ կարող տենց ասել, որովհետեւ ճանապարհային ոստիկանությունը ճիշտ է, հայտարարում է, որ իրենց համար բոլորը հավասար են, բայց չեմ կարծում, կերևա։ Նորամուծության հասցեատերերի վարորդների կարծիքը հակասական է, դժգոհողներ էլ կան, շատերն էլ ողջունում են։ Մտահոգությունը հիմնականում վերաբերում է նրան, որ կարող է խտրականություն դրվել վարորդների միջև եւ չնվազի կոռուպցիան։ Ամբողջ աշխարհում չի նվազում, ինչ մնաց այդտեղ նվազի։ Ես չեմ պատ։ Իհարկե, այս բոլոր դեպքերում առանձին եթե վերցնենք, իհարկե կնվազի։ Առանձին ասենց վերցնենք, կնվազի բոլոր դեպքերում։ Այդ թափը չի ունենա, բայց վերանալու դա աբսուրդ է, որ վերանա։ Մի քիչ դժվար է հավատալ։ Ինչու՞։ Դե ամեն դեպքում հիմա մեր մոտ քերի քավոր ստաներ, քանի կա նման բաները բացառում է։ Չէ, չեմ հավատում։ Ես ինձ թվում է ոնց եղել է, տենց էլ էսի իմ խնամին է, էսի բաժանաղից տղեն է, էնի քերուս հարևանն է, այդ եղել է դարերով միջև հիմա էլ մնալու է։ Սրանք արդյունավետ չեն, որտեղ հասարակ մարդի գրպանին է խփելու։ Ինչ իմաստով, ինչ նկատի ունես։ Այն իմաստով, որ առանց խախտումների քաղաքում հնարավոր չի երթևեկել։ Դրա համար էլ են փող ունեցող իր անշնորհքությունը անելու է, իսկ ներքին խավը էլի տուժվելու է, ինչպես միշտ։ Էլ արդեն կաշակ չի ելելու ու ավելի լավ մեզ համար։ Արդեն կանոնները, արդեն դու հավատում ես, որ խախտում ես արել այդքանը։ Դու շատ ես անում խախտումներ։ Արելի ամսվա մեջ մի 2 հատ։ Եվ պատրաստ ես վճարել դրան։ 100%։ Երևի վարորդների համար արդյունավետ չի լինի, որովհետև տեսուչները, որ տենում էին, ինչ որ խախտում էին անում, այդ սիտուացիան ճիշտ որոշելու համար էին խախտում անում, որ ավարիոնի, ասենք, վթարային սիտուացիա չստեղծեին։ Իսկ ես տեսախցիկներն ինձ թվում է հաշվի չեն առնի, թե ինչ բաներ, ու սաղին հավասար տուգանք են ուղարկելու։ Ինձ թվում է, որ ճիշտ չի։ Ես ողջունում եմ։ Իրավիճակը ինքնին գեղեցիկ չի, երբ տեսնում ես, որ վարորդը ավտոտեսուչի հետ կանգնած քաղաքակիրթ, ասենք թե ժողովուրդ, եթե ուզում ենք ունենենք, կանգնած վիճում են, ասում են, համոզում են, խոսում են, դրա կարիքը չկա, ինձ թվում է հիմա չկա, նենց որ ասենք խախտում չանես ու հենց այնց կանգնացնեն։ Այս ամեն ինչը հենց արածան նրա համար, որպեսզի ոչ մեկի ծանոթությունը, բարեկամները դեր չխաղան։ Եթե խախտումա տեղի ունենում, այդ խախտումը բոլորի համար է։ Ինչպես ոնց կարող է աշխատել։ Որովհետև ամեն ինչ արվում է սիստեման հենց է սարքված, որպեսզի ոչ մեկ չկարողանա միջամտի։ Իսկ մեր դիտարկմանը, թե միևնույն է մնում է մարդկային գործոնը, քանի որ օպերատորն է արձանագրում խախտումը, տեսնում մեքենայի պետհամարանիշը, Վահագ Աղանիկյանը արձագանքեց։
Այո, մարտեսում է, բայց նաև ասեմ, որ 5 տարբեր մակարդակի հսկվում է բոլորի աշխատանքը, օրինակ համար օպերատորների աշխատանքը հսկվում է իրենց ղեկավարի կողմից, դրանից հետո արձանագրողներն են ստուգում ամեն ինչ, նաև իրենց ղեկավարը, դրանից հետո ոստիկանությունն է ստուգում եւ ոստիկանության կողմից վերջնական որոշում կատարելուց առաջ նաև ամեն ինչը ստուգվում է, մինչև ակտ կազմել եւ արձանագրություն ուղարկել է։ Տեսախցիկների քանակը աստիճանաբար ավելանալու է, Security Dream-ը 10 միլիոն եվրո է ներդրել, առաջիկա 25 տարվա ընթացքում ստանալու է որպես տույժ վճարված գումարի 70%-ը։ Վահագ Աղանիկյանի փոխանցմամբ տեսախցիկները տեղադրելիս հաշվի են առնվել այն հնարանքները, որոնք կարող են կիրառել վարորդները, օրինակ հատուկ հեղուկներ քսել պետհամարանիշի վրա կամ ցանց տեղադրել, ասած միևնույն է պետհամարանիշը ֆիքսվելու է։